Էս էր ուզածդ։ Իմ ուզածը քեզ երջանիկ տեսնելն էր։ Նենց բան եք արել, որ իմ երջանկության մասին կարելի է մենակ երազել, մամ։ Մայրերը չեն երազում, մայրերը գործում են։ Ու գործում են հանուն իրենց երեխեքի երջանկության։ Ես գիտեմ, որ Լեոնա քո երջանկությունը, քո բարեկեցությունը, ու չեմ կարող այդ չխոստովանել հորդ պես։ Հա, Լեոնա իմ երջանկությունը։ Լեոն իմ միակ սերն է, մամ։ Ու եթե պապան հույս ուներ, որ ես օրերից մի օր Արամի հետ եմ ամուսնանալու, չարաչար սխալվում եմ։ Այդ օրը երբեք չի գալու։ Կմեռնեմ, բայց ուրիշի հետ չեմ ամուսնանա։ Լսում ես։ Կմեռնեմ, բայց ոչ ոքի չեմ սիրի։ Տես ոնց ես քեզ դատապարտում։ Ոնց էիր ուզում ինձ պահեի, թողնեի քեզ ոչնչացնեիր։ Բա հիմա ինչ արեցիր, մամ։ Ավելի շատ ցավ պատճառեցիր Լեոյին։ Հիմա մտածում եմ, որ խաղացել եմ իր հետ։ Քեզ ոնց բացատրեմ։ Լեոն տեղյակ էր, որ դու չգիտես ձեր գնալու մասին։ Մամ, ավելի վատ։ Հիմա մտածում եմ դու ես իրան խաբել։ Դու հասկանում ես, որ մենք նորից այդ տղայի զգացմունքների հետ խաղացինք։ Ես ինչքան փորձում եմ իր ատելությունից հեռու մնամ, դուք այնքան ավելացնում եք այդ։ Ես գիտես ինչ մեծ հույս ունեի, որ ամեն ինչ կանեմ, որ դուք միասին լինեք։ Չպետք է ինձնից թաքուն սենց բան անեիր։ Ես էլ չեմ կարող ես լսել։ Նենց տպավորություն է, որ դու ինձ չես լսում։ Ես ուզում եի քեզ ազատել հորդ բռնատիրությունից։ Մամ, սպասի։ Թող ինձ գնա քո տուն։ Մամ, ես չէի ուզում, որ իմ պատճառով փողոցում մնաս։ Քեզ թվում է այդ ինչ շատ է հուզում։ Ես գիտեմ, որ դու տուն ունես։ Ես գիտեմ, որ իմ հետ էլ կարաս մնաս, մամ, բայց նորմալ չի, որ պապան քեզ ինչ ասեց ու տնից դուրս հանեց։ Դու դեռ ամեն ինչ չես տեսել։ Դու չես տեսել հայրդ ոնց է ոտքերին վրա մաքրել։ Մամ, կներես։ Դժգոհ ես ինձնից, բայց վախենում ես խոսես, հա։ Ինչ լավ է ինձ ճանաչում ես։ Խոսա։ Խոսա, ես քեզ չեմ նեղացնի։ Հոնան դու ինայի հետ շատ կոպիտ վարվեցիր։ Հազիվ է ինձ զսպում, որ չիջնեի ու չխառնվեի։ Դու ինային պաշտպանում ես, բայց վերջին շրջանում ինան քեզ միայն Արժանացրել է ինձ այն վերաբերմունքին, որին ինքս եմ արժանացել։ Ես ինային չեմ մեղադրում, որովհետև գիտեմ, որ ինքս շատ վատ եմ ինձ պահել։ Ինչ մեծ սիրտ ունես դու։ Մեր օրերում այսքան բարի լինելը վտանգավոր է։ Ինան իմ մասին հարազատ քրոջ պես հոգատար է, Հունան։ Ես չեմ մեղադրում իրան։ Մենք երբեք վատ հարաբերություններ չենք ունեցել։ Ուղղակի վերջին շրջանում ամեն ինչ սրվեց, որովհետև ես այդ սատանավոյ ազդեցության տակ ընկա։ Հիմա ես շատ ավելի հանգիստ եմ։ Հանգիստ եմ, որ դու վերջապես կարողացար ազատվես դրա ազդեցությունից։ Ման, ես քեզ շատ եմ սիրում։ Դու իմ ընտանիքն ես, իմ ուժն ես։ Դե, չլացես։ Ինձ միշտ աշխարհը վախենալու է թվացել, բայց երբ դու կողքիս ես, ես ոչ մի բանից չեմ վախենում։ Դու սրանից հետո որևէ բանից պետք է չվախենաս։ Որը վարքյանին դու սկսեցիր վախենալ, այդ ժամանակ ես ինձ չեմ ների։ Բրավո, լավ է էլի, էլով դիմանա, քույր ու եղբայր իրար լավ էլ գրկել նստել եք։ Լավ են կարել, քեզ ինչ։ Քեզ ով աստեղ կանչել արա։ Աղբորս բալեն, իմ աղբոր աղջիկը,
Զանգեց ինձ, ասեց հոպար ջան, հասի սրանք ուզում են Լեոյից գլուխը ուտեն։ Դու ինձ զանգեցիր, ասացի տանը նստած եմ։ Ու աղբորդ լակոտից լուր չունեմ։ Ինչի վեր կացավ եկար։ Ավո գնա, հա։ Հունանին մի բարկացրու։ Ոչինչ, որ ես բարկացած արդեն եկել եմ։ Գրիշա։ Գրիշա։ Հա, բաբ։ Կնոջդ վերցրու բերստեղ։ Հոպարը եկել է աղբոր բալին հյուր։ Ես եկել եմ իմանամ ուր է երեխեն։ Ինչ ես արել Լեոյից։ Ավետիք։ Քեզ չի սազում այդ հոգատար հոպարի կերպարը։ Հիմա Աստված գիտի, թե այդ տղան ինչ է մտածում իմ մասին։ Մեր մասին, մամա, մեր մակունցների։ Ու դու լավ գիտես, որ մեր մասին լավ բան մտածելը շատ դժվար է։ Հիմա երևի 1000 անգամ զանգել է ինձ։ Ես հեսա կզանգեմ Լեոյին ու բացատրություն կտամ։ Կարող է ես խոսեմ հետ, Լեա։ Չէ, մամ։ Ու մի խառնվի առհասարակ իմ կյանքին։ Ինչ ես զանգում ինձ, որ խնդաս վրես։ Լեո, խնդրում եմ ինձ լսի, թյուրիմացություն ա եղել։ Ամենամեծ թյուրիմացությունը Լեա, իմ ու քո ճանապարհների խաչվելն ա եղել։ Լեո, իմ ու քո մեկնումը մաման ա կազմակերպել, ես չեմ իմացել, երդվում եմ։ Այդ ամեն ինչի մասին պապան իմացել ա ու… Լսի, ես թքած ունեմ քո ընտանիքի պլանների վրա։ Ես պետքա չլինեմ այդ պլանների մեջ, Լեա, հասկացար ինձ, արդեն կուշտ եմ, գնացեք գրողի ծոցը։ Թրու գնա։ Ես ընդհանրապես ուզում եի օգնել։ Շատ լավ օգնեցիր։ Լեոյի ատելության չափաբաժինը ավելացրիր, մամ։ Ասա, պապի, Սելասիան խելքը թափած Լեոնը, դու ինչ ես մենակ ասել, սակ ձենտայր կիշների։ Բայց ինձ ինչ է պատահել, որ ազատ տեղաշարժս վերահսկում ես։ Բան չի պատահել, ուղղակի ճիշտ կլինի, որ քեզ լավ նայես։ Ինչ է պատահել, մեր տղեն ինչ խառը պատմությունների մեջ է, հա? Եկյատ չպատմես։ Ուշագնացությունը մարդու խելքը չի գցում։ Պապ ջան, հետո էլի, կարևոր բան չկա։ Կարևոր բան չկա։ Արեստանոցում նենց է իր աչքերը ճռել վրան, այնպես է իր գորգորում, որ հյուրասենյակում նստած ականջից թաղանթները պայթում էին։ Պապի իմաստը որն է հիմա քեզ ներվայնացնելու։ Խոստանում եմ բերանս փակ պահել։ Լավ էլի, պապ, ասեմ, որ ճնշումդ ավելի բարձրանա։ Խոսիր տղա։ Մեր անխելք աղբերը իրան շատ սխալ է պահում, շատ վատ է պահում։
Ինչ եմ հեռուն գնում։ Մանանի պես։ Մտածում էր, որ երկրից գնա Լեայի հետ կարա երջանիկ ապրի։ Բայց ինչպես միշտ ու ոնց որ տենում ես, Մագնուսները էլի մեր աղբորը խաբեցին։ Ու մեր Լեոն էլի իր հին տաշտակին մնաց։ Ես լսեցի ոնց եք աղբորը սպառնում ու մեկից պետքա օգնություն խնդրեի։ Ու այդ մեկն էլ պիտի հոպարը լիներ, չէ՞ բալես։ Ասա ցավը տանեմ, չվախենաս, համարցակ։ Այ հիմա տենց համարցակ իրար ձեռ բռնում եք ու դուրս եք գալիս տեղից։ Բաբջանը սպասի էլի, մանան ոչ մի տեղը չի գնալու։ Ցավը տանեմ, նենց որ ես կարամ իմ աղբոր աղջկան հետը ստանեմ։ Էդ տար։ Գնացեք իրար հետ ձեր Լեոին մանեկեք։ Հիմա գնացեք ստեղից, քանի ոտերից տակ չեմ գցել ձեզ։ Գալիս ես բալես։ Գնա Լեոին գտի։ Ավո գնա։ Գնա, քանի Հունանը վերջը չի տվել։ Դու այսքան ժամանակ չհասկացար, որ ես վերին կետից թքած ունեմ քո Հունանի վրա։ Հունանը քո համար է Հունան, այ խև։ Ավո չափերը տանցնում ես։ Ոնց եմ սզվել ձեզանից, արա։ Գալու օրը չոքելու եք ոտերից տակ։ Արա սով են սրանք, արա։ Արա սրանք տնով գիժ են, չեմ ջոգում։ Ավո սպասի։ Ավո։ Աս այ ցնդած։ Ավո, մենք իրար հետ խոսելու շատ բան ունենք։ Թե նորից սեր ես խոստովանելու, ասեմ, որ սիրտս խառնում է։ Ինձ նվաստացնելով ու նեղացնելով քեզ մարդ ես զգում։ Բա դու ինչ ես ուզում։ Ուզում ես պարտադիր իմ ձեռով գնաս։ Եթե դու ինձ մատով կպնես, Հունանը քեզ կոչնչացնի։ Սաղ կյանքդ Հունան ասելով ապրեցիր։ Քո Հունանը գծերից ընկել է։ Հերիք է ինձ աղտաս, ու աղբորովդ էլ վեր մի թռի։ Հունանդ անենց հա կոտրվել, որ իրա քրոջը հանեցի կյանքիցս դուրս շպրտեցի, չկարողացավ ինձ մատով կպրի։ Հիմա դու պետք է իմ հետ լավ լինես, որ աղբորդ վրով չանցնեմ։ Դատարկություն! Ամբողջ կյանքը դատարկ խոսացիր, ու իմ կյանքն էլ քո դատարկությամբ լցրեցիր։ Իրոք ուզում եմ հասկանամ այդ արտահայտության իմաստը։ Ավո մանանին հետը տարը ո՞րն է։ Բեռ եմ, առարկա եմ, ինչ եմ, այդ ինչ վերաբերմունք է։ Լավ այդքան թշնամանք իմ հանդեպ պապայիդ մեջ որտեղից։ Մանան տենում ես վատ եմ զգում էլի այդ թեմաներից թարգի էլի անցի առաջ։ Հա բայց թեման փակելով հարցին լուծում չենք տա։ Ակնհայտ ատում է ինձ։ Ակնհայտ ատում է այս հլը չծնված երեխուն։ Վերջացրու ասում եմ, մի խոսել։ Մի րոպե էլի։ Երբ հերթը հասնում է իմ ընտանիքի անդամներին, իմ աչքի առաջ ընտանյոք հանդերձ պախարակում եք, ամենավերջին ձևով վիրավորում եք։ Հիմա ես հետդ եմ կիսվում իմ վախերով։ Ես վախենում եմ այդ մարդու հետ նույն հարկի տակ ապրելուց, չես հասկանում, քանի անգամ ասեմ, որ հասկանաս։ Հիմա էլ ես քեզ ասում եմ փագ այդ թեման, դու այդ չես հասկանում։ Այդ բաղով ինչ կարանք անենք։ Լավ։ Պապայիդ մասին չեմ խոսում, իմ ու քո մասին եմ խոսում։ Ինձ անկեղծ ասա, խնդրում եմ։ Այս մթնոլորտում հնարավոր է ապրել։ Այս մթնոլորտում երեխայի սպասող կինը կարա հղիության նորմալ շրջան ունենա։ Ու խնդրում եմ, թեման չփոխես այնտեղ, որ ուզում եմ գնանք առանձին ապրենք, դրա համար եմ սենց բաներ ասում։ Հիմա ուշադիր լսի մանան։ Քեզ վերջին անգամ եմ ասում։ Իմ տնեցիք, ինչքան է սախալ կամ վատ քայլ անեն մեր հանդեպ,
Հաստատ դու չես, որ քո հետ պետք է քննարկեմ այդ ամեն ինչը։ Մաքսիմում գնամ իրանց հետ, եթե խոսալու բան ունեմ, խոսանք տնեցիկով հասկանանք իրար։ Էլ այս թեման ընդհանրապես չբացես, հասկացար։ Հասկանում եմ քո համար էլ է դժվար։ Հասկանում եմ, որ ինչքան էլ փակես թեման, մեկը ներսից քեզ ուտում ես։ Բայց հիմա քո համար էլ եմ ասում։ Փորձի լուծում գտնես այս խնդրին, որովհետև այս այն հարցն է, որ ես քեզ օգնելու հնարավորություն չունեմ։ Էրնա։ Էրնա։ Էրնա, ինչ ես տեսել։ Չէ։ Բայց սպասի մի հատ ելնենք մի երկու բար խոսանք տապչեն։ Էրնա, կորս աշկերը բացի, էրնա շան չի խնդրում, էրնա, խնդրում եմ աշկերը բացի, շտապ կանչ գրած։ Ոնց եմ խղճում Լեոին, որ մեր նմանների պատճառով տանջվում է։ Ես ընդհանրապես ուզում եի օգնել։ Իսկ Լեոյի հորը հետ կբերես։ Էտա միակ օգնությունը, մամա։ Մնացած ամեն ինչ սուտ է ու անիմաստ է։ Հիմա ավելի շատ է ինձ ատում։ Ու հենց սրանից էի խուսափում ես։ Դրա համար է իրանից հեռու մնում։ Ես ինչ սարքեցիր։ Դու ոնց ես այսքան տարի մարդասպանի հետ ապրել։ Չես պատկերացրել, որ մի անգամ մի բան անողը էլի կարա անի, մամ։ Պատկերացրել եմ։ Բայց սխալմունք ա եղել, բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն։ Սխալմունք։
Սխալմունք, որ մի ամբողջ ընտանիքի ճակատագիր է փոխել։ Ուզում եմ իմանաս, որ ինձ մեղադրելով ոչ մի բանի չես հասնի։ Ամեն անգամ մեղքը իմ ուսերին դնելով մի պահ քեզ պատկերացրու իմ փոխարեն։ Իսկ դուք գոնե մի վարքյան ձեզ իմ փոխարեն պատկերացրել եք։ Լեոն ինձ պատմել է, որ մանանզույգ եղբայր է ունեցել։ Մարկ անունով։ Հայրը տարել է Մոսկվա, որ բուժի այդ երեխուն։ Բայց հոր մահից հետո երեխուն չեն էլ գտել։ Գիտեմ այդ պատմությունը։ Ոնց։ Այսինքն պապան այդքանը իմանալով սպանել է։ Ինչքան խոսում ենք, այնքան ավելի եմ հիասթափվում ձեզնից։ Հունանը տվել է գումարը, որ ավոն գնա երեխու հետևից։ Հաստատ իրա ձայններ։ Պապ, այս ինչ ա եղել։ Պապ շտապօգնություն կան։ Մանան շտապօգնություն կան, չի շուտ արել է։ Գրիշո, ես արդեն կանչել եմ, պետք չի։ Որ քուրս։ Այս ոնց պապ։ Լավ ես ինչ թթված դեմքով ես նստած, հասկացանք դա ո։ Ինչ ես անում։ Ինչ անեմ, լավ եմ անում։ Անպայման բզբզմես, որ մի երկու բան ասեմ, չէ՞ քեզ։ Արա մի գրամ խելքի ինչա որ չունես։ Իրակեք, ժամնա։ Չէ, պապի ջան, ես կուշտ եմ։ Ավելի լավ է դու արի սրան մի երկու բան ասա։ Երես, արի բան եմ ասում։ Սկսավ ներկայացումը։ Ուր ես այ բալա։ Ուր ես այ ցավը տանում, սաղին խառնել եմ իրար։ Գնացել եմ կպել եմ Հունանին, ասում եմ երեխեն ուրա։ Այսինքն։ Ինչ այսինքն։ Հել ինչ այսինքն, քուրը տա զանգեմ։ Հոպարջան ցավը տանեմ մի բան արա, մեզ փրկի մեր հույսը դու ես, աղբորս կվնասեն։ Չես պատկերացնի ոնց եմ թարս ու շիտակ շորերս հագնելով եկել հասել այստեղ։ Մի մարդավարի բան ասա, հասկանանք։ Պապ, ցավը տանեմ, սիրտս կտոր եղավ։ Չեք պատկերացնի սիրտս ոնց լցվեց։ Մանուշակս էր զանգել, հեկեկալով լացում էր, մենակ ձենը լսեիք։ Հոպ արս ցավը տանեմ, մի բան արա, մեր հույսը դու ես, աղբորս փրկի, մի բան արա։ Ավո, արի դու համենայն դեպս միշտ կողքդ մեկին պահի, որ sense դեպքերում ես բացատրի ինչ ես խոսում, էլի հասկանանք։ Հա Դավո ջան, ամոթը մի հատ հավաքի քեզ։ Կատականելու ժամանակ ես գտել։ Հերաս։ Լեո, Մանան ինչ ա եղել։ Այդ ինչ ես իմացել, որ զանգել ես աղավոյին։ մի հատ ասա ուր ես։
Մանան տանն եմ, ավոն էլ աստեղ։ Ասում են որ զանգել ես իրան, ասել ես փրկի աղբորս, ինչ ա եղել։ Հունանի խոսակցությունն եմ Ինայի հետ լսել, որ ասում էր, տես ոնց են պայմանավորված տեղում հեսա Լեոյի դիակը գտնելու։ Չգիտեմ ինչ պայմանավորվածության մասին էր խոսքը, բայց դե պարզ էր, որ քեզ ուզում են վնասեն։ Զանգեցի քեզ, բնականաբար չպատասխանեցիր։ Դավիթն ու պապին էլ չպատասխանեցի, ստիպված զանգեցի Ավոյին։ Մանան ինչ ա տեղ կատարվում, ինչ ես տես դողալով խոսում։ Այ գժվում եմ արդեն։ Գրիշի հորքուրը մահացել է։ Էրնան։ Հա։ Էրնան ինչ։ Ասում է Էրնան ա մահացել։ Ոնց կարա տենց բան լինի։ Մի քանի ժամ առաջ այսպես մոտս կայնած էր։ Դես ավո մանանն ա ասում։ Ավոյի ձայններ։ Հա, ստեղ ա։ Ավո։ Աչքիս ես հիմարի մատը խառնը։ Պատասխանի արա։ Ասա գրիշ։ Բաբջան կանգնելից հավատ անեմ, ուր ես գնում։ Գրիշ հետևիցս մի հարի։ Պապ արի նստի իմ ավտոն ուր ուզես կտանեմ։ Լուրջ եմ ասում, խնդրում եմ մենակ քաշի աջ կանգնի էլի։ Այ հորս արևարա ես ինչ ա ուզում։ Են մեկը մեռավ սրանից չպրծա։ Ալո։ Ինչ ես արել ավո։ Ունան ջան, ինչ պիտի արածնեմ, ցավը տանեմ, ինչ ա եղել։ Էրնան քո հետևից ա դուրս եկել ավո։ Այ ցավը տանեմ, ես քիշել գնացել եմ, ես ոչ մի բան չեմ արել։ Տեղը տաս արա։ Հունան ջան, մի կոր ականջս ցաված, այն ցավը տանեմ, ինչ ա եղել։ Տեղը տասա։ Հունան։ Տեղդ։ Այ հորս արևարա։ Արեսից ճակատագիր ավո ջան։ Գոնե մի բան արածալներ կասեի, հա, արել ես։ Արա, բայց էլի քո համար անմեղ մեկա չեն հանդարտվում, արա։ Ալո, Լեալը շուտ արա դու մամային։ ես եմ ասա։ Այ մամ ջան, ուր ես կորել 8 ժամա զանգում եմ, չես անասանելի։ Հեռախոսս չկա գրիշո։ Մամ մի հատ շուտ զանգի պապային էլի, չեմ կարող բռնեմ մի հատ զանգի հետը խոսա։ Ինչ ա եղել։ Մամ ջան, նենց վատ ա քշում, հեսա հաստատ մի փորձանքի գալու է զանգի հետը խոսա, թող կանգնի էլի։ Ուր ա գնում։ Ես էլ չգիտեմ, ինքն էլ չգիտի ինչ անում, մամ։ Խնդրում եմ մի հատ շուտ հետը խոսա, շուտ զանգի։ Գրիշո մի հատ նորմալ բացատրի, հասկանամ ինչ անեմ։ Մամ հորքուն ա մահացել։ Պապան է կասկածում է այդ ավոյի վրա, մի չգիտեմ ինչ անելու։ Բամ ջան, ցավը տանը, մի հատ հետը խոսա շուտ էլի, խնդրում եմ։ Լիա վեր կաց։ Ինչ ա եղել։ Արագած շուտ դուրս են գալիս։ Մամա ինչ ա եղել։ Էրնան։ Էրնան ինչ։ Էրնան ինչ, մամ, խոսա։ Մահացել ա։
թողել ինձ նայ ցավը տանեմ։ Գրիշը տաղոյի սպանել եմ։ Ցավը տանեմ, արի քեզ տուն տանեմ, հետո ոնց ճիշտ կգտնես, տենց կանենք, էլի քել։ Գրիշը Էրնան էլ չկա։ Էրնաս էլ չկա։ Սպասի ջուր բերեմ, պապ։ Խմի էլ ես էլ է, պապ, խմի։ Քել նստի հաղթում, պապ, լավ չես։ Դու մարդու չի եկել։ Չի ավ որ ժամանով պետք է գա։ Ոչ մեկ էլ պետք չգա։ Երեխան քնած, հա։ Հա, ով բայց ինչի է սեն չնչակտուր։ Բա դու ինչի քնաշես։ Լավ է, կարևոր չի։ Դուրը ներսից փակում ես, լույսերը անջատում ես։ Ով գա տանը մարդ չկա, դուրը չես բացում, հասկացանք իրար։ Avo կբացատրես ինչա կատարվում։ Էրնան մեռել է, մահացել է։ Ինչից։ Այդ ցավը տանեմ, ինչ էական է, ինչից։ Այդ աղջիկը մահացել է։ Avo դու ինչ որ բան ես արել։ Ես։ Էլի ավո։ Դու էլ ավո։ Հան ինչ եմ նի ավո, ավոն անում է ապրում, ավոն տես բաներ չի անում, ցավը տանեմ, աղբերն էլ է տես մտածում, ուրեմն ինձ լսի, դուրը պինդ փակում ես, գնում ես քնես, լույսերը անջատում ես, տանը մարդ չկա, ով գա դուրը ծեծի, ինչ դուր չես բացում, տունը մարդ չկա, հասկացար։ Դուր ես գնում։ Մի օր կասեմ։ Արի դուրը փակի շուտ արա լույսերը անջատում։ Սա որ այսպես վախեցած փախավ, մի բան արել է, հաստատ մի բան արել է։ Լավ դե հասկացանք պապի արել է, թող գնա պատասխան տա իր արածների համար։ Դու ինչ ես այս վիճակում, դու ինչ ես քեզ վատ զգում։ Բա ինչ անեմ, ուրախանամ։ Բայց ինչ պետք է արած լինի։ Ավոնը էլի ինչ իմանամ։ Մենակ ավոյի համար չէինք վատացել, մեզ վազգացել, էդ էլ արեցինք։ Քեզ բան արա։ Վայ չխոսած խնդրում եմ, ջղայնացած։ Հա, պապի չեմ խոսում։ Ես սերեն։ Այդ լավ չի։ Բա ինչին ենք սպասում, գրիշ տապոկնություն կանչենք։ Չէ, պետք չի։ Պապ ջան, լավ էլի թողան մի հատ դեղ մեղտան կարողա դզվես։ Մենք քեզ օգնենք, կարող ավելի վատ վիճակի հասցնենք։ Գրիշը պետք չի գնացեք ստեղից։ Պապ ջան, այնպես խմի մի հատ էլի։ Պապ մետ խմի էլի։ Տանը ճնշման ապարատ կա։ Արա ես շատ իմանամ ինչ կա է։ Գրիշը գնացեք ստեղից։ Ոչ մի գնալ, պապ։ Ասացի ինձ մենակ թողեք գնացեք ստեղից։ Վայ մի հատ գնա իրան սենյակում նայի անհնարը չլինի։
Ահա որ արագ է խփում, թողեք շտապօգնություն կանչենք էլի։ Մանան ես չեմ գտնում, մի հատ գնա դու նայ էլի։ Գրի շտապօգնություն կանչի, մեղ կա։ Ասեցի չէ։ Բաբ ջան, խոսք եմ տալի, չեմ թողի տանեն հիվանդանոց, բայց միան թողան օգնություն ցույց տան էլի։ Գրիշո, գնա իմ սենյակ օղապահարանից դեղ բեր։ Գնա թրջած սրբիչ բեր։